ընդդիմադիր ուժերից մեկի մոտ այժմ իսրայելցի գեներալ կա, որը Արցախյան պատերազմի ժամանակ գործող պաշտոնյա էր, այդ իմաստով մեր ռազմական տվյալների արտահոսքի վտանգ չկա եւ արդյոք մեր ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ չէ, թե տեղյակ լինելու է դա Հիբրիդային պատերազմի վառ օրինակ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը աղջիկները ինչ անում, մատակարարում Ադրբեջանի բանին, խնդրեմ, տարածված YouTube-ը չի, Ադրբեջանի էլիտարի ծառայությունների համար և բան անչ, ասենց հիմար բաներ են տարածում, բա հիբրիդային պատերազմը ոնց է լինում, հիբրիդային պատերազմը ինչ պետք է անեն, այսինքն ուղղակի գիտեք ինչն է նաև հիբրիդային ակնհայտ, որ իրանք դե մեր երկիրը չեն ճանաչում, չգիտեմ որ մեր երկրում նախ Ալեն Սիմոնյանի մասին երևի կոշիկի չափը մենակ դեռ չգիտեն, մնացած ամեն ինչ գիտեմ, բայց դա արվում է դրսից, երբ որ նայում եք 43 համար եմ հագնում, դա անում է, նայում ես որտեղից է գալիս, երևում է որտեղից է այդ լրատվամիջոցները։ Իսկ իմ հարցի կպատասխանեք։ Ձեր հարցը որն է։ Իսրայելցի գեներալը ռազմական փորձագետ է, խորհրդատու է, դերից մեկին։ Չի կարող պատահել, որ ազգային անվտանգության ծառայությունը դրանից տեղյակ չլինի։ Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք ազգային անվտանգության ծառայության։ Ես ազգային անվտանգության տեղեկություններին չեմ տիրապետում եւ ես դրա իրավունքը չունեմ, այնքանով վատ եմ գնահատում, քաղաքական գնահատական կարող եմ տալ, քաղաքական գնահատականը այն է, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես բիզնես պրոյեկտ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես չի վաճառվում ոչ դոլարով, ոչ եվրոյով եւ առավել եւս ոչ ռուբլիով եւ չի վաճառվելու եւ այդ պրոյեկտը արդեն իսկ ակնհայտ է, որ չի ստացվում։ Պատտվենք հետ կգանք։ Չէ, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, նախորդ իշխանության ժամանակ, երբ որ հասունացել էր այդ իշխանափոխության ժամանակը, նախորդ իշխանության օրոք, երբ հասել էր արդեն իշխանափոխության ժամանակը, մեզ անընդհատ սպառնում էին, որ Ղարաբաղ ենք կորցնելու։ Հիմա դուք մեզ սպառնում եք, որ պատերազմ է լինելու։ Այսինքն դա ինչ է, այսպես ասեմ, վատ փորձ, թե ինչ բացատրեմ, լավ հարց եք տալիս։ Շատ լավ հարց եք տալի, բացատրեմ։ 18 թվականին բնական այդ խոսակցությունները կար, բայց այդ խոսակցության հիմքը հետևյալն էր, որ գործող այն ժամանակվա գործող իշխանությունները բերել էին հասցրել էին բանակցային process-ը տուպիկի եւ դրա մասին այդտեղ բացի ասում էին վերջացնեմ էլի ներողություն եմ խնդրում դուք հարց տվել եք որ դուք ձեր կարծիքը արտահայտեք թե իմը կարող եմ արդեն պատասխանել չընդհատեք իրանք բերել էին բանակցային process-ը հասցրել էին մի իրավիճակի որտեղ ակնհայտ էր իրանց համար առնվազն եւ իրանք գիտեին որ հավանականությունը պատերազմի շատ մեծ է դրա մասին խոսում էին եւ նույնիսկ 2020 թվականի հունվար թե փետրվար ամիսներ ես դրա մասին ասել եմ Սերժ Սարգսյանը Իրան կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավարության ժամանակ 2020 թվականի հունվար փետրվար ամսի մասին է խոսքը մեգաֆոնը վերցրել էր ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում մենք է զարմանում ասում ենք ինչա sense բաներ խոսում իրանք գիտեին որ բանակցային process-ը դա մենք դրա մասին ենք շատ խոսել հա ապրիլյան պատերազմը այդ դրանք այդ ամեն ինչը գալիք պատերազմի անոնսներ ինչ վերաբերում է հիմիկվա մասին ես ասում եմ հետեւյալը որ կա երկու քաղաքական ուղղություն Եթե դու քո քաղաքական ուղղությունը ընտրում ես, ինչպես Նարեկը մեջ բերեց Քոչարյանի ասածներից, հա, որ դու պետքա հենց Ադրբեջանը թուլանա կամ, չգիտեմ, Թուրքիան թուլանա կամ որևիցե այլ երկիր թուլանա, դու պետք է իր վրա հարձակվես։ Եթե դու պահանջատիրական բաներ ես ներկայացնում, պահանջներ ես ներկայացնում քո հարևաններին, բնական է, դա կազուս բելի է, դա պատերազմի առիթ է եւ դու ակնհայտ անոնս ես անում, որ դու հարձակվելու ես եւ դու նման բանի ես պատրաստվում։ Իսկ դա նշանակում է, որ այն երկիրը, որ այս պայն քեզանից ուժեղ է, ռազմականորեն, քաղաքականորեն, ֆինանսապես, չգիտեմ ինչ-ինչի բերումներով, միանշանակ է չի թողնելու, որ դու գա այն պահը, որ ինքը թույլ լինի։ Եվ ես ու դուք հիմա որ խոսում ենք Ես կարող եմ որպես քաղաքական գործիչ ասել հետևյալը 2020 թվականի պատերազմ է տեղի ունեցել, որից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանը վերարտադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի։
Եվ դրանից հետո եթե գալիս է մի ուժ, որը որ ասում է ես այդ սահմանազատումը, սահմանագծումը չեմ ճանաչում, ես պետքա 29743 կիլոմետրից դուրս մտածեմ, բնական է, ես որպես քաղաքական գործիչ եւ դուք որպես ուղակի քաղաքացի մարդ կարող են կանխատեսել, որ այո, կարող է պատերազմ լինել։ Դրա մեջ ինչ որ տենց մարտավարական քաղաքական հնարք տեսնելը որևիցե ձևով տեղի չի։ Ասում եմ պայմանավորվել եք Ալիևի հետ։ Խնդրում եմ, էլի, հերթով կգանք, ինչ ես։ Պայմանավորվել եք Ալիևի հետ երբ հասնեք։ Ինչ է։ Չէ, իհարկե չենք պայմանավորվել եւ նման պայմանավորվածություն չունենք, մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու եւ այդ ուղղությամբ գնում ենք եւ շատ դրական եմ գնահատում նաև Ադրբեջանի նախագահի վերջի հայտարարությունը, որտեղ ինքը նույնպես խոսում է խաղաղության մասին, բայց դες այդ ոչ մեկ դրա մասին մեջբերում չարեց եւ չխոսեց, պետք չի հավատալ, այ հենց էտա կարևորը, պետք չի Ռոզանա, վերջացնեմ, պետք չի հավատալ, պետքա հավատալ սեփական գործողություններին, սեփական պետության քայլերին։ Դուք այն ժամանակ էլ չէիք հավատում, դուք միջև խաղաղության պայմանագրի կետերը հրապարակելը, դուք միջև դա էլ չէիք հավատում, միջև սահմանին մարդ չսկսվեց զոհվել, դուք դրան էլ չէիք հավատում, միջև մենք խաղաղության պայմանագիրը նախաստորագրում չարեցինք, դուք դրան էլ չէիք հավատում, ասում եմ, բնական է, կարող եք չհավատալ, բայց տեսեք ով ինչ քայլեր է անում, տեսեք, բերում եք ինձ հաճախ ասում եք ռետորաբանությունը փոխվել է, չի փոխվել, հիմա էլ համացանցում 2022 թվականի նյութ են շրջանառում եւ փորձում են ներկայացնել դա որպես Ալիևի վերջերս ասած, ես հասկանում եմ, որ այն ուժերը, որոնք հիմա նաև դահլիճում են, այն ուժերը, որոնք հիմա ուզում են պարլամենտ մտնեն, իրանց պատերազմ է պետք եւ պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի իրանք կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցեն։ Բայց չկա հիմա պատերազմ չկա, խաղաղությունը, այո, եւ ոչ, մենք խոսում ենք խաղաղության արժեքի մասին։ Խաղաղության արժեքի ոչ, խաղաղության արժեքի մասին ենք խոսում։ Քրիստինե Վարդանյանը ստեղ դահլիճում ընդամենը մի տարի առաջ ես էլ դուրս եմ եկել իրան արձագանքել եմ, կարող եք բացել նայել տեսանյութը կա։ Պատերազմը հիմա բոմբերը թռնում են, ռակետ, ասում էի Քրիստինա Վարդանյանը, հանգստացեք, չկա տենց բան։ Արդեն 2 տարի է մեր սահմաններին մարդ չի զոհվել 1994 թվականից այս կողմ նման բան գոյություն չի ունեցել։ Հիմա պատերազմա թե խաղաղությունա 1994-90, չգիտեմ, Սովետի փլուզումից այս կողմ չի եղել որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար մեջ առևտուր անեն։ Չի եղել որ Ադրբեջանի ղեկավարը եւ Հայաստանի ղեկավարը խոսեն երկու կողմից խաղաղության մասին, չի եղել։ Ու ես բնական է, ու դուք պետքա վախենանք, իհարկե պետքա վախենանք։ Մենք պետքա վախենանք այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնենք։ Որ պահանջներն ենք բավարարվել, կասեք, լսեք, դա մեր սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին։ Մի րոպե։ Այդ իսկ կլինի պատասխան։ Եղել է որ ես բան, մի րոպե, եղել է բան, որ ես չպատասխանեմ։ 5 տարի ես ձեր հարցերին պատասխանում։ Ես եմ հետ գալի, ասում այն բառն էլ ասեցի պատասխան։ Հիմա թող հռչակագրին է կանրադառնամ, սահմանադրությանն է կանրադառնամ, հետո մի հատ էլ հարց կտաս Կարինե ջան, թող։ Կարինե, բայց ես ուզում եմ Բայց ես կարամ պատասխանեմ, բայց նոր իրավիճակ է, չէ 20 թվականի մարտից հետո պատերազմ ա եղել, կովիդ ա եղել, ուկրաինական պատերազմ ա եղել, պատերազմը շարունակում է, բան ԱՄՆ-ն եւ Իսրայելը հիմա մեր հարևան Իրանի հետ պատերազմի մեջ են։ Դուք հասկանում եք, որ բան ա փոխվում։ Ինչ անի։ Ես կարամ պատասխանեմ։ Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ։ Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ 3-րդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Շորտ լավ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն չկան։ Վատ է դա։ Ես կարծում եմ լավ է։ Թող, մի րոպե։ Դուք ասում եք, որ եթե լսեք, լավ է թե վատ է, դա իրականություն է։
ուրեմն կրկնում եմ, լավ է, թե վատ է, դա իրականությունն է, որովհետև դուք բոլորդ իմ հետ միասին ստեղծել ենք մի պետություն, ստեղծել ենք մի հանրություն, մի խոսույթ, որտեղ մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պետք է պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի եւ դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք ենք մեղավոր, մենք բերել ենք մեր բևեռացում հետ են կարել։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցությունը։ Հիմա իրողությունը դա է։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Հիմա այդ է, ինչ եք դուք, այսինքն ինչ պետք է ես ասեմ, որ այդ տրամաբանության մեջ չտեղավորվեմ, ես չեմ հասկանում։ Ես մեղավոր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում։ Ես մեղավոր եմ, որ մնացած քաղաքական ուժերը այդ ուղղությունն են տանում։ Ու ասում եմ, նպատակը հետևյալն է, ժողովուրդ, Սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում, Ուկրաինայում եւ մեր տարածաշրջանում թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասել է դուք այս որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղել է ձեր տունը ընդեղ, մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ըլնենք իրանցից, մենք իրանցից միշտ կախված ըլնենք, ես հեծանիվ չեմ հորինում, եւ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, եւ այո, 2026 թվականի ընտրությունների ամսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին։